Բարև Ֆակտոր TV հյուրը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար եւ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ողջույն, պարոն Բաբայան։ Ձեր կարծիքով ով է պատերազմ սադրել։ Ես չեմ գտնում, որ պատերազմի ինչ-որ մեկը սադրել է, պատերազմը սկսել է Ադրբեջանը եւ դա սկսվելու էր վաղ թե ուշ, որտեղ նրանք պատրաստում էին դրան։ Ես 99-2000 թվականից սկսած դրա մասին խոսել եմ, վերցրեք իմ ցանկացած մի հարցազրույց, դեռ հստակ ես ասում եմ, որ մեր ճշնամին պատրաստում է պատերազմի, մենք պիտի պատրաստենք պատերազմի, բայց քանի որ մեր քաղաքական գործիչները միջազգային հանրությանը հավատացել են, միջնորդներին հավատացել են, հույս են ունեցել, որ միջնորդները թույլ չեն տա Ադրբեջանը պատերազմ վերսկսի, որտեղ Ադրբեջանը ով է, որ առանց գերտերությունների այդ պատերազմը սկսի, ես էլ անդադ իմ հարցազրույցներում հստակ արտահայտվել եմ, որ պատերազմը Ադրբեջանը, որ որ ինքը պատրաստ եղավ, իր աշկը կերավ քեզ, նույն օրը սկսելու է, որևէ խնդիր չի լինելու։ Չեք հավատացել, չեք լսել, չեք ցանկացել դա հասկանաք։ Հիմի պատճառներ եք ման գալիս, ով սկսեց, երբ հայտարարեց, ով ինչ ասեց, ոնց ասեց։ Թվում է մի խոսքով, ասենք Հայաստանի ղեկավարը կապ չունի դեպ Փաշինյանն է, դուք եք, ես եմ, թե ինչ-որ այստեղ մի բան է ասում, եւ Ադրբեջանի համբերության բաժակահատումը սկսում է պատերազմը, այդպես է լինում, պարոն Բաբայան։ Ոչ, Ադրբեջանը ես բարձրաձայն ասել եմ, որ Ադրբեջանը համարում է իր տարածքային ամբողջականությունը սակարկման խնդիր չի սակարկում։ Եվ երբ որ մենոնք ասել են մենք պատրաստ ենք 7 շրջանը զիջենք միջանցման, ասել եմ չէ, իրանք ուզում են ամբողջովին սպատրախամի։ Եվ դրա մասին հայտարարել եմ, խնդրեմ, կարակ վերցնենք արխիվից նայեք։ Այսինքն Ադրբեջանը իրոք տենց է հարց դրել։ Եթե այդ պատերազմը դու պատրաստվեիր ու այդ ճիշտ կազմակերպեիր, հաղթեիր, այսօր դու քո անկախությունը կստանայիր Արցախում եւ այն ինչ որ քեզ հասնում է կհասներ։ Քանի դու դա չես արել, հիմա մեղքը գցում եք, տարբեր պատճառներ եք դնում, ասում եք դե գիտես Նիկոլն է մեղավոր, հետո Նիկոլն ասում է ես չեմ, այ Սերժն է մեղավոր, հետո Սերժն ասում է ես չեմ, Ռոբիկն է մեղավոր, դե вообще-то մեկը պիտի պատերազմ լիներ, բան, այս մեկ իրանց հայտարարություններից հրաժարվում են ժամանակին որ արել են։ Այնպես որ սա չկա վտանգ, որ Ադրբեջանը մաքրվի այս մեր դիսկուրսի արդյունքում, ներքին դիսկուրսի, որ ինչ որ մեկը այստեղից սադրեց, մաքրվել գիտեք ինչ առումով, որ ոչ թե խեղճ Ադրբեջանը ուզում էր պատերազմ մղել, այլ հայկական կողմից սադրեցին, էլի ինչ աներ դա։ Ադրբեջանին ոչ մեկը չի սադրել, Ադրբեջանը պատրաստել է պատերազմի 16 թվականին ռազմետկա ինքը հետախուզական մարտ անցկացրել ուղղությունները ճշտել իր համար, մշակել օպերացիա եւ 20 թվականին սկսել այդ օպերացիան, այնպես որ առիթը, պատճառը Ամերիկայում իշխանափոխության պատճառն է, այդ ընթացքում պիտի լիներ բան, սկսել են եւ ավարտել Թուրքիան եւ Բելարուսիա, Ղազախստան, բոլորը աջակցել են, բոլորը։ Մեկը չի եղել, որ չաջակցի, հասկանում եք։ Մերոնք էլ ուղտի ականջին քնել են, հելել ասում է, ինչ դարավ, ես որ դարավ, բամեր տղեքը դուխը բարձր ամեր, ես այն, այդ տորց զոհաբերել էլ է, դա։ Ես հիշում եմ 16-ի քառորյա ժամանակ, որպես լրագրող Մարտակերտի մի զորամասում ենք եւ տղաները պատմում են, որ ԱԹՍ-ն մտել էր շտաբ եւ ինչքան հիշում եմ զոհ կար եւ վիրավորներ ադրբեջանական մարդիկ պատմում են, որ ավտոմատներով են այդ ԱԹՍ-ն փորձում խփել, հա։ Հետո այստեղ իհարկե քարոզչությունը հերոսացման մասն էր, որ չգիտեմ, ավտոմատով մենք ԱԹՍ-ը խփեցինք եւ այլն, բայց այդ ոչ պատրաստի լինելու պատճառը, ես հիշում եմ դուք ասել եք մի առիթով, որ Սերժ Սարգսյանին ցուցակ եք նաեւ ներկայացրել, որ SSS զենքերը պետք է գնվի կառավարվող գլխիկներով եւ այլն, հա։ Այ ինչու այդ անպատրաստի վիճակ եղավ, փող չկար, թե փողը կար, խելք չկար, ինչ կար, չկար։ Նույն եմ կրկնում, ես չգիտեմ փողը կար, խելք չկար, թե խելք չկար, փողը չկար, որն է առաջնահերթը, բայց
քո անվտանգության համար դու պարտավոր ես քո խնդիրները լուծես, հա, այդ փոքր Ղարաբաղը, ընդհանրապես Ղարաբաղի խնդիրը ճիշտ չէր ներկայացնում Հայաստանի իշխանության կողմից, միջազգային հարթակում եւ ինչու ոչ նույն իր սահյուզնիկների հետ, իր հարևանների հետ, հա, ճիշտ չէր ներկայացնում, որովհետեւ եթե տեսնում եք այսօր այդ փոքր Ղարաբաղը գոյություն չունի, չկա, ճիշտ է։ 8 հանրապետություն հիմի ռուսական արբիտրայից դուրս են գալիս, ճիշտ է, գնում են արևմուտք։ Պարսկաստանը մտահոգ է դրանով, որ դուրս են գալիս այդ կենտրոնական Ասիայի, Կովկասի պետությունները դուրս են գալիս, գնում են։ Այն վաղ մեր քաղաքական ղեկավարությունը այսօրվա եւ երեկվա կարողացել է ներկայացնի այդ վտանգը, որ ի վերջո գալու եք տեղ Հայաստանի քաղաքացին, երբ որ ասում էր իմ որդին չպետք է գնա Ղարաբաղում ծառայի, այսօր հասկանում է, որ ինքը դա ասելով բերել է մի մթնոլորտի, որ այս մեր անվտանգության խնդիրը, այսօրվա Հայաստանի արդեն խոսենք, վտանգված է, ու անընդհատ, երբ որ հարցում են անցկացնում, 70%-ը ասում են մենք անվտանգ չենք մեզ զգում, իսկ այդ Ղարաբաղի իր տեղում, երբ որ եղել է, դու քեզ անվտանգ ես չես զգացել։ Սա կարող ենք գնահատենք այս ամբողջականության մեջ, թե ոչ։ Այ հենց սկսենք սովորել գնահատել, այսօր էլ նույնը մենք երբ որ ասում եմ, արտահայտում եմ, ասում եմ ժողովուրդ, այս ճանապարհը գնում ենք պատերազմի։ Դուք ինձ հարցնում եք, ասում եք, ինչի՞ց ելնելով, բաբու ոնց խաղաղության պայմանագիրը, այս մեկը, մեկ ասում եմ, գներեք, խաղաղության պայմանագիրը դուք ստորագրում եք Ադրբեջանի հետ։ Բայց դուք ամեն օր տեսնում եք, որ Ադրբեջանը զինվում է։ Ինչ ասես գնում է, մեծ գումարներ է դնում բան։ Ինքներդ ձեզ չեք հարցնում, այս ինչ անում։ Ադրբեջանը, Թուրքիա, ռազմական շքեր թանում հատուկ $2 միլիարդ ներդրում է Պակիստան մայրաքաղաքում եւ Պակիստանի պրեզիդենտին հրավիրում իրանց ինքնաթիռներով բանով մասնակցել այդ ռազմական շքերթին, ցուցադրել որպես յադերնի պետություն, որ ասենք Ռուսաստանում մեզ հա դաշնակից ունեն բան, այս ամբողջը, որ այս անդանում է, ոչ մի բան չեք հասկանում, չեք ուզում դատեք, այս ինչի է կատարում։ Բայց ինչի համար պիտի պատերազմը սկսի։ Հանուն ինչի այն ժամանակ Արցախը գերնպատակ էր միգուցե։ Չէ, ինքը այդտեղ էլ սխալվում ես, հենց հարցադրումդ է սխալ տալիս։ Քեզ հետ չպատերազմը սկսում։ Սկսում է տարածաշրջան կենտրոնական Ասիան, դուրս են բերում արևմուտքը, դուրս է բերում Ռուսաստանի տակից, Կովկասը դուրս է բերում, դրա գլխավոր խաղացողը Ադրբեջանն է, Ռուսաստանի, Պարսկաստանի համար դառնում է թիրախ, մենք էլ տեղ եվրոպական ուժեր, ամերիկյան ուժեր, ամերիկյան ներկայացություն եւ այլ, սադրում ենք, որ ավելի լավ բռնկվի կրակը։ Մի քիչ բենզին են գավերացնում, բան են քանում, ես ասում եմ, խնդրում եմ, էլի մի արեք։ Դուք հանգիստ կաղնեք, ձեզանով զբաղվեք, ճանապարհ տվեք, ձեր ճանապարհները կառուցեք, կոմունիկացիա կառուցեք, ձեր տնտեսությունը ստեղծեք, փորձեք հանգիստ բոլորի հետ համագործակցեք, բայց դամինիրուշի դեր մի վերցրեք, որտեղ ձեր գլուխը մի քիչ մեծ է, շուտ են կոտրելու։ Ամենից թույլը դուք եք այս տարածաշրջանում, առաջ ձեր գլուխն են ջարդելու, հետո մնացածին։ Մի արեք տենց։ Շատ բարձ եմ արտահայտում, թե չէ։ Տեսեք, եթե ԱՄՆ-ը տարածաշրջանը հանում է Ռուսաստանի տակից եւ Ադրբեջանը այդտեղ գերիշխող դեր ունի եւ ԱՄՆ-ն գալիս է Հայաստան։ Հայաստանի դեմ պատերազմով Ադրբեջանը ԱՄՆ-ի դեմ չի քայլանում, պարոն Բաբան։ Նաեւ կներեք, այս Թրամփի ուղու ստեղծումը անուղակի երբեմն անվտանգային երաշխիք է համարվում, որ եթե այդ ճանապարհի վրա հարձակվում է, նշանակում է ԱՄՆ-ի շահերի դեմ է հարձակվում եւ միայն մեր հետ չի որ խնդիր է ունենալու։ Դուք լուրջ եք միամիտ եք, տենց խելոք եք։ Ես մի անկեղծ բան ասեմ։ Ես կարող եմ տալ հարցեր, որոնք պարտադիր չի, որ ես կիսեմ պարոն։ Հիմի այդ քեզ հետո որ կիսմա դրանց բացատրեմ։ Ես բերում եմ հակաարգումենտ։ Որ կիսմա դրանց ենք բացատրում։ Այո, ասեք։ Իրաքում ամերիկյան ուժեր կային, Աֆղանստանում կային, հա,
Կային չէ, սաղ ամերիկացին դեղ էին 80-100 միլիարդ դոլարներ են ծախսել։ Ինչ դառան, ուր են, ուր փախան։ Նույնն է ստեղ է լինելու, դու ես տուժվելու։ Ես ասում եմ, բեր դու քո վրա կրակ մի վերցրու։ Գիտես ինչ է նշանակում կրակ վերցնել, հա։ Հրետանի որ աշխատում է, որ արդեն անելանելի վիճակում ես լինում, բայց դիրքում դու ես, ասում ես իմ վրա ուղիղ կրակի։ Արդեն հասկանում ես, որ վիճակը է դա պիտի կրակի, ագոն բիրի նասիբա։ Բայց ինչու կրակի։ Չէ՞ ճանապարհ է ստանում։ Հիմա ճանապարհը ստացել են, հասկացել են, ճանապարհով օգտվում է Չինաստան, Ուզբեկիստան, Կազախստան, Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն, հա։ Հիմա այդ ճանապարհով թող օգտվեն, ես չեմ ասում չօգտվեն, բայց երբ որ մենք այդ ճանապարհի վրա սմատրաշ ենք դնում, բերում ենք ամերիկացին կայնում է, եվրոպացուն ասում ենք ստեղ կանգնի Ադրբեջանի հետ, մենք ստեղծում ենք մի վիճակ, որ ասենք այդ ճանապարհով կարող է Իրանն էլ գնում, Հնդկաստանն էլ գնում, Չինաստանն էլ գնում, որը Չինաստանը կարող է համարում է կոնկուրենտ է, չէ՞ Ամերիկայի հետ։ Հիմա Իրան հսկողության եք դրել բան, կա հարցեր Հնդկաստանի եւ այլ, դա պետք չի անել, մենք դա ենք ձեզ բացատրում, ասում, այսօրվա գործող իշխանությանը, ուրիշ ոչինչ։ Երբ որ դուք ասում եք, նայեք, 10 միլիարդ գումար են հատկացրել եվրոպացիք այդ միջանկյալ ճանապարհի համար, չէ՞։ Թուրքիան 2 միլիարդ 600 օգտվել է։ Հայկական կողմը, որ սաղ աշխարհը խնդրում է իրան, որ այդ 43 կիլոմետրը տա, չի կարող օգտվել այդ գումարը վերցնի դրի այդ ճանապարհի համար։ Գնում է քեզա բացատրում, հա, ոնց է խափում։ Գնում է ամերիկացուն մթամբերի, որ ամերիկացին այդ ճանապարհի վրա այդ գումարը ծախսի, հա, դրա համար իրան փայ է դարձնում։ Տեսնես ոնց է խափում։ Նա եվրոպացիները խնդրում է այդ ճանապարհ, ուզում եք ճանապարհ, փողը տվեք կառուցենք։ Չեք ուզում մի կառուցի։ Ես ուրիշ ճանապարհ, էմի ճանապարհը Թովուզ, Իջևան, Գյումրի, Ղարս ավելի կարճ է, քան այդ մեկը։ Այնա սարքեմ դեղով գնայեք։ Բան, իսկ ձեր կարծիքով Ռուսաստանը խաղից դուրս մնացել է, թե չէ, որովհետև շատ մեծ է գայթակղությունը գերագնահատել իր հնարավորությունը, ինչու, որովհետև երևի 2020 թվականի նոյեմբերի 10-ին, որը մեկը չէր կասկածում, որ իրոք ռուսական ԱԴՑ-ն կանգնելու է Մեղրիի ճանապարհի վրա, 9-րդ կետը իրագործվելու է։ Այսօր տեսնում ենք, որ չի իրագործվում այս պահի դրությամբ, հա, եւ Արցախից նրանք դուրս եկան, շատերը համոզմունք ունեն, որ երկար ժամանակով են այնտեղ գնացել, 3 տարին չլրացած դուրս եկան, ուզում եմ ասել, տեղի ունեցան բաներ, որ անսպասելի են եւ հաշվարկները մարդիկ կատարում են ռուսական մշտական ներկայության վրա, դա տեղի չունեցավ։ Այս թեմաներով ձեր կարծիքով դուրս է եկել խաղից, թե չէ։ Ուրեմն ես ի տարբերություն այդ քո ասած մարդկանց բազմիցս հայտարարել եմ դեր Ղարաբաղում, որ Ռուսաստանի վրա հույս մի դրեք, Ռուսաստանը ավելի թույլ է, քան 1917 թվին, որ թողել է դուրս եկել։ Վերցրեք իմ ելույթները, նայեք, խնդրեմ, հո, էդ էլ բան չի, որ ասենք թաքուն միտեղ ասել ենք, մենք ենք լսել մենակ։ Ելույթներով բաց բացատրել եմ Արցախում, որ հույսներիդ մի դրեք այդ մարդկանց վրա, այդ մարդիկ հազիվ իրանք իրանց են պահում, ավել էլ չկան, հա։ Դրա համար, երբ նորից իրանք թափ կհավաքեն, դա թողենք իրանց։ Մենք այսօրվա մասն ենք։ Մենք խոսում ենք այսօրվա մասին, այսօր ասում են պրովոկացիոն քայլեր մի արա, որ վաղը այն գիտեք է որ Փաշինյանը մի հատ մուրճ անում ասում է, այս որ այդ մուրճով ինքը իր գլխին չխփի։ Մի արեք դա։ Խնդրում եմ, մի արեք։ Վերջ-վերջով այդ քո հարևանները մի օր կներեք այդ նոկաուտից դուրս են գալու։ Որ դուրս գան, առաջին քեզանով են զբաղվելու։ Մի արա մի բան, որ քեզ դու դառնաս պատճառ։ Նա Ադրբեջանը պատճառը տալիս է Կազախստանը, ուզբեք թող գնան դեղով զբաղվեն։ Կարծում եք Ռուսաստան վրեժխնդիր կլինի իրեն չտալու համար այդ ճանապարհը։ Նայեք, ինչքան էլ խոսենք ռազմավարական տարբեր հարցերից, Ուկրաինան իր համար որպես շուկա է մեծ եւ տրանզիտ երկիր է, դա մոտավորապես 45 միլիոնանոց երկիր է եղել։ Հիմա 90 միլիոնանոց կենտրոնական Ասիան, Կովկասը, 2 անգամ ավել դուք իր տակից հանում եք հերիք չի ու Թուրքիան անթակույց հայտարարում է, որ
Սևերնի Կովկասով միջև Սիբիր դղել է հարցեր կա ենել է Իրանը թուրքալեզու ժողովրդին միջև Բաշկիրիա Տատարստան այսինքն այդպես մի ասացված կա չէ ախորժակը բացում է հաց ուտելուց այս մեկը որ վերջացնեն ախորժակը բացվելու է էլի դրա համար մենք եկեք մեր տեղում մնանք մեզանով զբաղվենք մեր խնդիրները լուծենք Միգուցե խնդիրը այն էր, որ Ռուսաստանը կորցրեց մեզ բոլոր առումներով, այդ պատճառով էլ կորցնում է Հարավային Կովկասը, չէ՞ որ 25, 26 կամ ավելի տարիներ ինքը այստեղ գիտեր, որ ունի գործընկեր, որի հետ լավ էր, վատ էր, խնդիրներ կային, չկային, Ադրբեջանի զենքեր վաճառում եւ այլն, բայց վատ բառ եմ օգտագործում, հենակետ էր իր համար, էլի։ Իր հենակետը բացի Հայաստանից ինքը պետք է գիտակցեր, որ Արցախը դա Հայաստանի ողնաշարն է, գործնելով ինքը Արցախը անտեսելով ինքը գործնում է Հայաստանը։ Իրանք դա չհասկացան, ինչի չհասկացան, որովհետև մեր այս դիլետանտ քաղաքական գործիչները այդ ձև չէին իրանք սայուզնիկների հետ խոսում եւ ժոսկի դնում այդ հարցը։ Դա ասես ոչ չէ, հայերին կխափենք, ման նորից էլի կբերենք մեր դաշտ, հիմի դե դժվար է հայերին, մոռացել են որ 21-րդ դարում են։ Մոտավորապես ձեր հարցի պատասխանն եմ ասում։ Դա։ Շատ լավ։ Դուք հրաժարվեցիք 44 օրյայի հանձնաժողովում լինել, այդ զեկույցը գիտեք որ լիագումարի օրակարգում չկա, բայց գաղտնի ասում եմ, պարոն Բաբայան, մենք իհարկե ներքաղաքական հարց են գալու, բայց այս հարցը չեմ կարող չտալ։ Դուք նախ ծանոթացել եք, ձեզ հետաքրքիր է այդ զեկույցը, հետաքրքիր չի, նոր բաներ կլսեք, թե չէ, օրինակ վերջերս Անդրանիկ Քոչյանը, երբ որ այստեղ էր, ինքը ասում էր, որ մոլորեցնող տեղեկություններ են եղել պատերազմի սկսման մասին, ոնց որ Փաշինյանը այս երկու օրը արժե ամբիոնից բացահայտեց ինչի մասն է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ասում էր Հայաստանի վարչապետը պատերազմից առաջ ասել է հանգիստ եղեք հրադադարի ռեժիմի խախտում չի լինի եւ այլն թեև պարոն Քոչյանը ասում էր որ մենք նախապես ունեցել ենք հետախուզական տվյալներ այս դրվագ օրինակ ձեզ համար պարզաբանման ենթակա է կամ ինչ կարող եք ասել այստեղ Ինձ համար պարզաբանման ենթակա չի ամսի 26-ին երբ որ ես լուրը ստացել եմ որ պատերազմը սկսում 27-ի առավոտը կապվել եմ Արցախի ղեկավարի հետ Անվտանգության պետով բանով իրանք նստած են եղել, ասել են, չէ, տենց բան չկա, բայց գրավոր իրանք անվտանգությունը Արցախի կոնտրռազվեդկան արդեն գրավոր տված է եղել, որ ամսի 27-ին պատերազմը սկսվում է։ Բայց ձեզ ասում են չկա պատերազմ։ Այո, այդ փաստաթուղթը կա, Հայաստանի պետությունը գիտեր ամբողջովին Մարտունակությունը համար մեկ պիտի տային դուրս գային առաջիկից մի մասը անել են, մի մասը չեն անել, էլի տեղական ֆեոդալիզմը աշխատել է, հրամանը չեն կատարել միջև վերջ, եթե ուզում եք ճշմարտությունը իմանաք, էս է։ Մնացածը ինչ որ պատմում են։ Այսինքն զինվորականները կարող են հրամանատարի հրամանը չկատարել։ Չէ, լա հրամանատարը եւ Գեշեն չեն արել այն, ինչ որ պիտի անեին։ Իրանք գիտեին, որ ամսի 27-ին առավոտյան Ադրբեջանը պատերազմ ասում 25-ին գրավոր Արցախի անվտանգության ղեկավարը ներկայացրել էր այդ փաստաթուղթը, որին ներկայացրվել է եւ Գեշեին եւ Հայաստանի իշխանություններին, որ նման խնդիր կա, ամեն դեպքում կլինի, չլինի, պարտավոր էին հրամանով համար մեկի անցնեին ամբողջ զորքերը տանեին առաջիկից որը կիսատ են արել։ Սա փաստ է։ Սա փաստ է, հասկանում եք։ Ում մեղքն է, պարոն Բաբայան։ Կամ Ես գիտեք, ինձ մի սարքեք դատավոր։ Չեմ ասում դատախազի դեր ստանձնեք։ Դե, այդ էս հարցնում։ Ես ձեզ ֆիքսեցի ամեն ինչը։ Եթե ես որևէ մի տար ստորակետ խափեմ կամ ճիշտ չեմ ասում, խնդրեմ քննիչները, քննչականը պիտի ինձանով զբաղվի։ Եթե ես ճիշտ եմ ասում, պիտի զբաղվեմ նրանցով, ովքեր դա չեն արել։ Դա ռազմական գործում թերացում է, թե չէ։ Ես համարում եմ թերացում, եթե կա փոքրից վտանգ,
պարտավոր է կոմանդուշի արմին գլխավոր շտաբով բանով եւ գլխավոր հրամանատարով այդ ծախսը անեն դուրս գային առաջի գից եւ համար 1-ի անցնեն լրիվ կոմպլեկտավորված պատրաստ լինեն, որը ամբողջովին չեն արել։ Էսա խնդիրը։ Պատերազմի ելքը այլ կլիներ այդ դեպքում ինչ է կարծում։ Համենայն դեպս կարա եւ այլ լինի, եթե հզոր առաջի գծում այդ պաշտպանությունը ուսիլենին արած լիներ եւ հակառակորդը չկարողանար առաջից կորբանից անգամ մի մետր շարժվեր, որևիցե ուղղությամբ, ուտենում կարող է չգնար արդյունքը այլ լիներ։ Արդյունքը ուրիշ լիներ, դա արդեն քննության, քննչականի եւ մնացած մարմինները տոց զբաղվեն։ Դուք մի կարևոր տեղեկություն եք հայտնել այդ օրերին, որ մեր հոպի 40-50%-ը խոցվել է այդ ժամանակ։ Ես Անդրանիկ Քոչյանին այդ հարցը տվեցի հղումանելով իդեպ ձեզ, ինչու չեն տեղափոխվել, եթե գիտեն, որ պատերազմ է, տեղ փոխարվել, որ Ադրբեջան նախապես ֆիքսած տարածքներին հարվածներ չհասցներ կամ քիչ լիներ, ասես չեն հասցրել։ Նայեք, առաջի հերթին ես դա մասին խոսել եմ 16 թվականի, երբ որ դուք ասել եք դա պատերազմ է, ասել եմ պատերազմի դեպքում իրանք առաջինը պետքա ձեր հոպը զորամասերին խփեին առաջի գծեին, քանի չի եղել դա, ուրեմն դա պատերազմ չեն սկսել։ Սա մեկ, դրանով հիմնավորել եմ, որ դա հետախուզական է եղել։ Երկրորդը ձեր ասած հարցին այդ հոպը պետքա մակետներ ունենային, ասենք լոժնի բազիցեք ունենային եւ չերևար գլխավորը որն է եւ այլ։ Այս մարդիկ ոչինչի չեն պատրաստվել, իմ հասկանալով, որ Ադրբեջանը ունի Սպուտնիկ բան, ամբողջ ռազմականի տարածքը նայում է, հետեւում է, կոորդինատները ստանում է, բան, ոչ մի բան չեն արել։ Հիմի ասենք դա անգրագիտություն է, ասենք դա տեղեկատվություն է, ասենք դա, չգիտեմ, ինչ է, ոչ մի բան չեք արել, ոչ մակետ ունեք, ոչ շարժ եք արել, ոչ բան եք արել եւ այլն։ Այ հենց այդ նրանից է, երբ որ ձեզ ասում եմ 25-ին ամսի իմանում էին պատերազմի մասին, որովհետեւ համար 1-ի անցնելու փոփոխությունները այդ ամբողջը կա բանակում նման բան չէ, բայ готовности պետքա դուրս գալ իրա զապազնոյ զորամասերից դուրս է գալիս իսխոդնի ինչ-որ պազիցիա կա, որտեղ որ պետքա դիսլոկացիան լինի եւ այլ նույնն էլ վերաբերում է հոպին եւ մնացածին, հենց դա խոսում անից, երբ որ ասում եմ ֆունդամենտալ այդ մարտիկ պիտի դատվեն, ասենց կոմպլեկտով բան, դուք ասում եք, չէ, դա տենց չի, մեկը ասում է չի հասցրել, մեկն ասում է քնավնցած է եղել, մեկն ասում է դերլա ծառին է քնել, այս ամբողջը երբ որ կատարվել է, երեք էլ ասենք վարչապետը հենց Գովասանով ասում է, որ Արցախի մենք վստահում ենք արցախցիներին բանակը, սա բանակի սպայական մեծ կազմը իրանք են եկել, իրանք են ծառայում, դրանով ընդունեք, որ մենք վստահում ենք։ Առաջին 3-4 տարի մենք խոսում ենք, որ սպայական կազմը թույլ է եղել, երկրորդ ասում ենք, որ բանակը, պարտված բանակը պարտություն է կրել, հիմի բերել ենք դրել Հայաստան, քանի որ ուրիշ ծառայող չկա, այդ մարդիկ դե ծառայում են, փող ստանում, աշխատավարձ ստանում, տունը պահում, հիմի դրանով պարծենում ենք։ Դե տաների քո անվտանգությունը, անվտանգության ծառայությունը տայիք իրանց, ներքին գործերը տայիք իրանց։ Եվ նկատի ունեմ, որ մարտական մեծ փորձ ունեմ, պարոն Բաբան, համարվել է, որ Արցախի բանակը ավելի մարտունակ է։ Նույնպես եմ կրկնում, ձեզ բացատրեցի, որ մենք 4 տարի է փնովում ենք այդ բանակը, այդ սպայական կազմը, իրանց այ նոր ձեզ ասեցի, որ անգամ տեղից չեն շարժել, այս ինչ պատճառներ է եղել, այս ամբողջը ասում ենք, հիմա ասում ենք, մենք վստահել ենք բանը։ Հասկանում եք, այս մանիպուլյացիքը ինքներդ էլի ձեզ է խաբում։ Ես ձեզ բացատրում եմ, որ մի խաբեք ձեզ։ Պետությանը մի խաբեք, ժողովրդին մի խաբեք։ Դուք շարունակում եք, ընկել եք ձեզ մի կալյա, խաբելով գնում եք։ Մարտունակ չեն Արցախցի զինվորականները, պարոն Բաբան։ Արա մարտունակ են, մարտունակ չեն, հլա դրանից չեն խոսում։ Երբ որ դուք ասում եք, այդ սպայական կազմը պարտվել է, մեղադրում ես, ասում ես դրանք պարտվել են, դրանք բանակ չի եղել, ես որ վերցրել եմ, ես եւ այլ, հետո ասում ես դե
ամբողջ Հայաստանի հիմի գլխավոր ուղեղը բանակի Ղարաբաղցին են, բա որ չենք վստահում, չենք տվել իրանց բան, դա դեմագոգստվա։ Երևի ուզում է ասել, որ ինքը հակաղարաբաղյան չի։ Դե ես էլ ասում եմ ներքին գործերում էլ դնեիր, անվտանգությունում էլ, քո անվտանգությունում էլ դնեիր, կային այդ տղերքը դնեիր։ Տեսնում ես, լավ, անցանք առաջ։ Եկեք մի հետաքրքիր թեմայից էլ խոսենք։ Խնդրեմ։ Ես այս հարցը ձեզ տալիս եմ ճշտելու նպատակով։ Երբ որ Անդրանիկ Քոչյանին հարցնում ենք Շուշի գրավման մասին, ինքը ասեց Սամվել Բաբայանը մի գիրք է գրել, թե ոնց են վերցրել Շուշին 90-ականներին, ադրբեջանցիները կարդացել են այդ գիրքը եւ իմացել են ոնց գրավել Շուշին։ Այդպես է արդյոք թե չէ, եւ եթե իմանայիք, որ կարդալու են եւ դա որպես դասագիրք են օգտագործելու, կգրեիք այդ գիրքը։ Ուրեմն դա մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, ես չգիտեմ ինչ նկատի ունի Անդրանիկ Քոչարյանը։ Մեկ երկրորդ խնդիրը նաեւ որ այդ ճանապարհով այնձև իջձև եկել են բարձրացել են Շուշի, այդ ճանապարհը հանգիստ կարող ենք կտրեինք իրանց ամբողջ էլիտար զորքերը օղակի մեջ վերցնել եւ ոչնչացնել։ Խնդիրը նա որ մենք ենք եղել անգործունյա դեռ կապ չունի ինքը ոնց է եկել եւ գրքի հետ ընդհանրապես կապ չունի ոչ մեկը չի սпасել։ Իսկ դուք գրել եք այդպիսի գիրք։ Այո, գիրքը բոլոր օպերացիաներն մշակած գծած է, ոնց ենք ազատագրել այդ տարածքները, որ հրամանատարները, որ ուղղությամբ են աշխատել եւ այլ, ամբողջը կա, բայց դա որևէ կապ չունի այդ ինչի մասին խոսում է, դա Անդրանիկի իր այտենց բան հյումորներ ունի, մեկ տենց բաներ անում է, փորձում իրան ներկայացնի այլ լույսի տակ, դա կապ չունի դրա հետ, այնպես որ անցնենք առաջ։ Փոշմանեցիք, որ 44 օրյայի հանձնաժողովում չեղաք։ Չէ, ես բարձ ասել եմ ինչի չեմ մասնակցում, ես ինչ պիտի փոշմանեմ, ես բացատրում եմ, ասում եմ գիտե։ Դե տեղեկությունը ավելի մեծ կարող է լինել։ Նոր ձեզ մի էպիզոդ ասեցի, չէ, որ քրեական է։ Տենց ես ասի առաջից սկսեք, որտեղից որ սկսվել է այս բանակի քանդումը, եկեք հասեք վերջի օրին, տեսեք ով ինչ մեղավորություն ունի, ով ինչքանով է մեղավոր, որն է քրեական պատասխանատվության, որը չի, որտեղ երբ որ հանցագործություն է կատարվում, դա հանցագործություն է, կա պատճառ, կա հետևանք։ Դու չես ուզում պատճառը քննես, ուզում ես հետևանքը քննես, ասել եմ ես չեմ մասնակցում։ Բայց այստեղ այնքան պարզ է, որ պետք չի շատ բան համոզել։ Հասկացա ձեր մոտիվացիան, տեսեք, իսկ վարչապետ Փաշինյանի մեղավորությունը ո՞րն է եղել։ Դա եղել է քաղաքական կամ պատասխանատվություն, ինչ բառ ուզում եք թող ընտրեք։ Դա եղել է, այսպես ասենք, չլինելը զինվորական, բայց ինչպես ինքն էր ասում, այսպես արբիտրի դեր կատարելը, երբ որ գեներալները իրեն այս կամ այն օպերացիայի տարբերակ են առաջարկում, ինքը ասում էր այո թե ոչ։ Այսօրվա էլի ներքաղաքական արդեն դաշտին գալով, մեղադրանքները շատ քաղաքական է, որ չընդունեցիր 2019-ի պլանը, տայր այդ 5 տարածքները կամ 7 տարածքները եւ պատերազմ չէր լինի, ինչ եք դուք մտածում այս հարցի վերաբերյալ։ Այդ հարցի նկատմամբ ես Փաշինյանի մեղավորությունը առաջի հերթին դա իր նշանակած անձինք, նախարար, շտաբի պետ եւ այլ բոլոր պաշտոնները, կամանդուշի արմի բան համարում եմ սխալ։ Օնիկ Գասպարյան եւ կապ չունի անուն ազգանուններով չենք խոսում։ Համարում եմ այդ կադրային քաղաքականությունը սխալ։ Ճիշտ չի եւ ես միջև պատերազմը իր այդ հանդիպման ժամանակ Արցախի ընտրություններից անմիջապես հետո ես իր այդ 15 րոպե հանդիպում եմ ունեցել առաջի անգամ իմիջայլոց հասկացա ու բացատրել որ այդ մարդիկ ունակ չեն 280 կիլոմետր պատերազմ ռազմաճակատ ղեկավարեն ցամաքով եւ օդով ու ինքը իմ հետ չի համաձայնվել իր բացատրությունը ունի իրանց եկուցում են ուրիշ բան հիմի իմ ասածի մի փոքր էպիզոդով համոզեմ ձեզ հրթիռը խփում են Ասկանդարի հրթիռը խփում են
մեկ ընդեղից գեներալներից ով է, ինքը տակ իմանա լավ։ Իրան զեկուցում ասում հրթիռը 10% է պայթել։ Ինքն էլ հելնում է հրապարակային դաս։ Հրթիռը կամ պայթում է, կամ չի պայթում։ Հրթիռը, եթե դուք 5 տեսակի հրթիռ կա, ձեր մոտ ֆուգասն է, ասենց փոքր ռումբեր է դառնում այս հեկտարի վրա, հակահետևակային խփել եք, անպամոտոր է եղել, անձրևոր է եղել, մի փոքր ասենց մասը, ինչ-որ մեկը տեսել է, ասում է դե փոքր 10% պայթեց։ Ուտեն զեկուցում եք հասնում միջև ձեր վրա սկսում է խնդալը։ Սա խոսում է, որ դուք ձեր գեներալից հետո բանով ով եք իմ ասած։ Ճիշտ է, իրանց տեղում չեն, չէ՞։ Եվ վերջ, ինչա ձեզ պետք է համոզեմ։ Փաստերով ենք խոսում։ Քաղաքական գործիչներն մեկ ասում է, պուլտը պահել են Մոսկվա մեծ հրթիռը տվել խափել, մեկը սենց է, մեկը չի ասում, որ իրանց ապուշությունով է սա կատարվել։ Հրթիռը ունի ազնագիր, ամեն մի հրթիռ, ամեն տարի նա ստուգվում է, ստուգողի անուն ազգանունը գրվում է, ինչ թերություններ է եղել, թերությունը վերականգնվել է եւ այլն եւ այլն։ Այդ հրթիռները 14 թվականին ձեր պայեսներից են, պայեսներում եղել 6 տարի դուք դա աբսոլյուտ եք արել, ովքեր են արել, ում անուննա գրած այդ ազնագրի մեջ, ինչ թերություններ են վերականգնել եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ ինչ հրթիռներ եք ունեցել, ասենք ունեցել եք ինչ-որ քանակի, որ քանակ եղել է այս հրթիռներից, կումուլյացիվ եւ այլ, որն է եղել եւ այլն։ Դա խնդիրներ է, որի մասին խոսում ենք, որ ասում ենք, որ այդ գեներալից հետը իր տեղում չի եղել։ Իսկ որ տարածքներ հանձնենք Ադրբեջանը, միգուցե չսկսեր պատերազմ։ Երկրորդ խնդիրը, դա առաջի հարցը եղել նորից մի պտտի տեղ, բացատրում եմ քեզ, որ պատերազմը Ադրբեջանը ձեզ բացահայտ բացատրել է, որ մի մետր հող չեմ թողելու։ Ամբողջ մեր տարածքները վերականգնելու ենք, ասենք մենք պիտի պատրաստվենք նորից մի պատերազմի, այդ պատերազմը հաղթեինք, նստեինք բանակցության, կամ մենք 94 ինչ պիտի կանգնենք, պիտի գնայինք միջև վերջ, այդ խնդիրը լուծեինք։ Ոմանք ասում են, այդ հնարավորությունը չունենք, բայց այդ մարդիկ, ովքեր ասում են, բանակի հետ կապ չունեն։ Եղել են Երևան կաֆեում նստած։ Հասկանում եք։ Ասում են հյուծված էր նաև մեր բանակը։ Ես էլ ձեզ ասում եմ, պայմանագիրը Մոսկվա պատրաստվել է ամսի 16-ին 17-ին, մի օր եկել եմ հրապարակելու, բոլորի անազգան խիչի այդ փաստաթուղթը ստորագրվել 94 թվականին։ Պայմանագիրը ինչի մասն էր, պարոն Բաբայ։ Պայմանագիրը խաղաղության մասին է, ամբողջական, ոչ թե հրադադարի թուղթ։ Հրադադար, Միրատորսկի ուժեր, եվրոպական եւ ռուսական, առաջի գիծ, որ կանգնում են, ու միջև կարգավիճակ ստանալը։ Կա այդ փաստաթուղթը, այդ մարդիկ տեղյակ չեն, որովհետև սեպարատ Հայաստանի, Ադրբեջանի եւ տարբեր Ֆրանսիայի, Ռուսաստանի ղեկավարությունը ներքին կարգով սեպարատ պայմանավորվել են, որ Ալիևի վիճակը լավ չի, կարա իշխանությունը կորցնի, մի սրմենք, մի քիչ ուշ հետո կանենք։ Բայց դա կապիտուլյացիա կարող էր դառնալ Ադրբեջանը, այդ հայկական կողմը, հիմա ադրբեջանական կողմը ինչ արել, ասում է, թող ստորագրի, չի ասում, չէ՞, կարող է Հայաստանը հեղափոխություն լինի, ասում է, թող այդ դու դա չես արել։ Այդ խնդրեմը դա եղել, երբ որ մենք Մոսկվայից եկել ենք, ես ասել եմ, մեծ 5000 արկա պետք, որ Միրբաշիդ մտնենք դրանով, իսկ այդ Ղազագիրի ստորագրեն, քաղաքական ղեկավարություն դա խոչընդոտել են։ Դա փաստ է, ով որ չի ուզում համաձայնվի, ես հլա բանավոր եմ ասում։ Բայց թուղթը կա։ Թուղթը հրապարակեմ իսկույն, տեսնեն այդ թուղթը ինչա գրած մանրամասը։ Այնպես որ գնանք առաջ։ Շատ լավ, Ադրբեջանը պատրաստ էր ստորագրել, այսինքն համաձայնվում էր, դա ում միջև էր համաձայնեցված այդ թուղթը նկատի։ Ամբողջ գիշերը Ադրբեջանի դելեգացիան, հայկական դելեգացիան, Ղարաբաղի դելեգացիան, ռուսական դելեգացիան մշակել են այդ փաստաթուղթը։ Երբ որ փաստաթուղթը քաղաքական 94 մայիսի 16-17, երբ որ փաստաթուղթը ուղարկել են Բաքու, Ալիևը ընթերցել ասել է դա կապիտուլյացիա է, սամալյոտը ուղարկել է, եկել են այդ մարդկանց որ տանեն
Բաքվի դելեգացիան տանեն, Կազիմիրովը իրանց հետ գնացել է, որ համոզի, որ պետքա ստորագրել, սեպարատ պայմանավորվել են դադարեցնել մի քիչ, սպասել։ Բայց վիճակը լավ չի։ Ես էլ ասել եմ, արկը տվեցեք, որ առաջ գնանք, այդ փաստաթուղթ ստորագրեն, դե չխափում եք, չի ստացվում։ Չեն լսել ինձ։ Հասկանում եք։ Բացատ, էլի ձևի բացատրեմ։ Որ ասում է, չկա նման փաստաթուղթ, թուղթը հրապարակենք։ Անձերը կան, ովքեր աշխատել են այդ թղթի վրա, այդ գիշեր, տենց չի, որ իրանք պատմում են։ Ադրբեջանը ինչի էր համաձայնվում, պարոն Բաբան, այդ թղթով։ Այդ թղթով համաձայնվում էր, Միրատորսկի ուժերը մտնում են, ոչ մի տարածք չեն քազնում, մարտահերկու կիլոմետր հետ են քաշվում, Միրատորսկի կաղնում են մինչև քաղաքական վերջնական լուծումին։ Ադրբեջանը չի լուծում, մենք էլ կապրենք, որ կգանք համաձայնության քաղաքական, դրանով կավարտվենք։ Բայց պատերազմ չէր լինի։ Տեր-Պետրոսյանն ասում էր ինչու համաձայն չի։ Նույնիսկ եմ ասում, Տեր-Պետրոսյանը համաձայն է, բոլորը համաձայն, Ալիևին փրկել է պետք։ Ով է փրկել, բայց մեկը փրկել։ Դուք եք փրկել։ Ես։ Հա, իհարկե, Հայաստանի իշխանությունը փրկել է։ Չի սեղմել միջև վերջ։ Իսկ այսօր Ադրբեջանի իշխանությունը սեղմում է միջև վերջ, անգամ ասում է սահմանադրություն փոխի։ Այնպես որ դա պատճառը։ Շատ լավ։ Եկեք ներքին հարցերից, տեսեք, դուք հավանական եք համարել պարոն Արթուր Վանեցյանի հետ ընտրություններ մասնակցելը 26-ի եւ հայտնի է, որ Էջմիածնի ընտրություններում դուք աջակցում եք, այդպես գիտենք, նրա քաղաքական քաղաքապետի տեխնացուին, այս ձեր գործընկերությունը կարող է արդյոք խորհրդանական ընտրություններում դրսևորվել, կա այդպես հստակեցում, թե չէ։ Որևէ հստակեցում չկա մեկ, երկրորդը ես Խաչիկ Մանուկյանին որպես հրապարակախոս, գրող հրապարակախոս իր որդին զոհվել է Արցախում, բան, ուղղակի օգնում ենք այդ փուլում եւ մեր համագործակցությունը, ասենք ասենք, այդ մասով արդյունքներից գերեվա մենք հետագա իրար հետ ճանապարհ ունենք անցնելու թե չէ, սա առաջինը, եւ դրա մասին ես բարձրաձայնել եմ, ես կոալիցիա չեմ կազմել, որովհետեւ կոալիցիոն խնդիրներ չկա, մենք իրար այդ տեխնացուին օգնում ենք ու մեր համագործակցություն տեսնենք իրար հետ ինչ է լինում։ Սա է, բայց մեր քաղաքական դաշտում ընդունեցին, որ մենք արդեն կոալիցիա ենք կազմել 26 թվական բան եւ այլն, նման բաներ չկա, սուտ է, չկա նման խոսակցություն։ Ես ինչ ասել եմ, իմ ասածին եմ պատասխանատու։ Ընտրությունը կավարտվի Վահար-Շաբաթի խոշոր համայնքի, խոշորացված համայնքի, կորոշենք ինչ տոկոսով ենք դուրս եկել տեղ եւ նոր կխոսենք հետագա մենք իրար հետ համագործակցում ենք թե ոչ։ Շատ լավ, ես որպես լրագրող հետևելով եւ ձեր գործունեությունից պարոն Վանեցյան եւ ընդհանրապես ձեր գաղափարները, տեսեք, պարոն Վանեցյանին շատ մարդիկ համարում են պրոռուսական գործիչ, նրա Կադիրովի ընկեր լինելու, բերումով Սոլովյովի մոտ, ասենք, Ղրիմը մերն է, հայերեն ասեմ, արտահայտության կամ հատուկ ծառայություններում աշխատանքի բերումով դուք երբեք չեք զլացել եւ եթե Ռուսաստանին քննադատելու պահ է եղել, քննադատել եք ի տարբերություն նրա, սա բաժանարար գիծ չի ձեր միջև, պարոն Բաբայան։ Նույնիսկ եմ ասում, տեղական ընտրություններում մասնակցելուց ոչ մի բաժանարար գիծ չի։ 26-ը նկատի ունեմ։ 26-ի վրա ես չասեցի, որ մենք մասնակցում ենք իրար հետ, սա մեկ։ Երբ որ կմասնակցենք, մենք ընդհանուր հուշագիր կստորագրենք ծրագրային, որտեղ արտաքին, ներքին, տնտեսական, սոցիալական ամբողջը նոր մտնենք պայքարի, այսինքն որից դու սեփական ժողովրդիդ խոսք ես տալիս, որ գալու ես ինչ քայլեր ես անելու, արտաքին վեկտորդ ոնց է լինելու, ներքին բան, այն վաղ կխոսենք։ Կկաղանաք Ղրիմնաշ լինինաշ, այն վաղ կասես։ Հիմի դա դեմագոգստվա է։ Ես տենց եմ համարում, ես դա համար ասեցի, այո, ինքը քաղաքականության մեջ նոր է, կարա ինչ-որ բան էլ ճիշտ չի ձևակերպել կամ բան, դա դուք ուզում եք շահարկեք։ Ես ձեզ այդ հնարավորությունը չեմ տալիս։ Ասում եմ, տղեկ, հանգստացեք էլի, այդ ձեզ շուշտրի տաները, օրինակ դուք
ահագի մարդիկ գիտեք, որ 99-2000-2001-ին ասում են առանց Ռուսաստան մենք երկիր չենք, կորչենք, այսօր Եվրոպա մետ են, հետո ուզում ես ամեն անգամ անունները տամ, ինչի դա պետք։ Դե տեսեք, եթե դուք կարողանաք պարոն Վանեցյանին բերել ձեր գաղափարական դաշտ, դա ուրիշ բան կլինի, պարոն Բաբայան։ Ես չեմ ասում մեր գաղափարական դաշտ, ես գտնում եմ, որ բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս Հայաստանի շահերից պետք է խոսենք, երբ որ դուք ասում եք 5-րդ 40, ես ձեզ ասում եմ դուք 6-րդ 40-ն եք, որովհետև կամ ուզում եք 4-րդ դնեք։ Դες թվերով բարձր։ Չէ, ուզում եք ձեզ 4-րդ դնեք, նրանց 5-րդ, բայց եթե դու Հայաստանի շահերից չես խոսում, Հայաստանից չես, խոսում ես, ասում ես Հայաստանը եթե այս մեկի տակ լինի, թե այս մեկի տակ։ Այսինքն դու տեղավորում ես ինչ-որ մեկի գրկում։ Ասում եմ կներեք, ես տեղ չկամ։ Ոչ նրանց կողմից, ոչ նրանց, բայց այս բոլորի հետ ասում եմ համագործակցենք։ Բոլորի հետ ընկերություն անենք, համագործակցենք մեր պետության շահերից բխող։ Դուք ասում եք կամ ստեղ լինենք, կամ դեղ լինենք։ Ես դա չեմ կիսում։ Կլնես Արտուր Վանեցյան, կլնես Արամ Զավենի Սարգսյան, կլնես ով ուզում է Սեղիր։ Չեք ուզում ընտրություն կատարել այդ իմաստով։ Չէ, այդ իմաստով ես իմ ընտրությունը կատարել եմ, իմ ժողովուրդն է իմ ընտրությունը։ Չէ, պետությունների եւ գործընկերների։ Չէ, պետությունների հետ բոլորի հետ ասում եմ նորմալ հարաբերություն պահի։ Դու այդքան չկաս, որ ուզում ես թելադրես ինչ-որ մեկին, չէ, ընկերություն արա, քո շահերից բխող, ոչ ավելի։ Պարոն Բաբայան, իսկ ձեր կարծիքով, դե իհարկե ձեր մասնակցության ֆորմատին դեռ կծանոթանանք 26-ին ընդառաջ։ Ձեր կարծիքով Հայաստանի քաղաքացին ինչից դրդված է գնալու ընտրատեղամաս եւ կատարի ընտրություն։ Նա ընտրելու է գաղափարներ, նույն այդ Եվրոպա թե Ռուսաստան, օրինակ, էլի, նա ընտրելու է ավելի լավ սոցիալական վիճակ խոստացող քաղաքական ուժեր, թե ուժի, որը կասի մենք գնալու ենք Արցախը հետ բերենք։ Այսինքն հնչում են գաղափարներ, պոպուլյար, ոչ պոպուլյար, որոնք ուղղորդում են ընտրություններ։ Մարդիկ ձեր կարծիքով ինչի վրա են հիմնվելու ընտրություն կատարելու եւ դուք ոնց եք պատրաստվում դրան։ Ուրեմն մարդիկ հիմնվում են այսօր հենց այսօր խոշորացած համայնքում Վարշապատի ու Խոյ գյուղերը վախի առաջերտ վախ պետությունից վախ ինչի համար պետությունը օրենսդրական բազ այդ նորություն չի սոր չի որ այդ վախը կա երեգել էր հա եմ իշխանության օրոքել էր օրենսդրական բազա ունեք որտեղ դուք ստիպում եք քաղաքացին դառնա հանցագործ շրջանցի այդ օրենքները դանով իսկ իրան ճնշեք եւ ստիպեք ձեր ցանկությունները կատարի սա մեկ սա մի խավ է երկրորդ խավը ընկեր բարեկամ հարևան լավ տղա վատ տղա շրջանակն է երրորդ խաղն էլ չի մասնակցում Ովքեր մնում տակ է, ասեմ 29% M-ի ընտրությունները մեղել են 21%, մենք խոսենք դրա մասին, այս ընտրություններում ես բազմիցս իմ ելույթներում արդեն խնդրել եմ մեր հասարակությանը Խոյ համայնքի ժողովրդին, Վարշապատի ժողովրդին խնդրել եմ, ուղղակի ասել եմ մասնակցություն ունեցեք մինչև 50%։ Կապ չունի ում եք ընտրում։ Գնացեք ընտրության ձեր ճակատագիրն է որոշում։ Ինչ են արել այս քաղաքական ուժերը։ Ասել են ոչ մի բան չի փոխվելու։ Մի մտածեք դրա մասին։ Մեկը Նիկոլն ա եղել, Նիկոլն ա լինելու բան, ախ հայ մնացեք, էս էլ գալու են էս սրանք էլ մի փոքր տոկոս են գրավելու եւ այլ։ Ինչի համար են դա անում, որ հետագա այդ ձեր ասած 26 թվականին իրագործեն իրենց քայլեր, ասենք գյուղապետերի նշանակել, քաղաքը մեռնա, վարչության պետերով, տեղակալներով մենք ենք նշանակել, հիմի 4 հատ դեպուտատ է հասնում, պատգամավորը հասնում այդ համայնքից, այդ տարածքից, Էջմիածինի ամբողջովին, դե բերեք նշանակենք, այս մեկին կընտրեք, այս մեկին սա կանեք, էլի նույն ձևի հիասթափություն, հասկանում եք, դրա համար չկա ծրագիր, ես չեմ տեսել մեկի մոտ ծրագիր, որ ասենք եկել է համայնքի ղեկավարը ընտրվում, պետք է սկվերներ սարքի, պետք է շենքերի բակերը ռեմոնտ անի, ստեղծի, սարքի,
կոմունալ այդ խնդիրները լուծի, սկվերներ նոր կառուցի, լուսավորի, աղբը հավաքի եւ մարդիկ հույսները կտրել են այդ իհարկե դա չկա, դրանից չեն էլ խոսում այս մարդիկ։ Այս մարդիկ դրանից չեն էլ խոսում, սա մեկ, այսինքն եթե չեն խոսում, բարձ, որովհետեւ սա որ պետքա գաս այս պարտականությունները կատարես, որովհետեւ կոլեազորությունները այդ շրջանակում է։ Երկրորդ խնդիրը արդեն պատգամավոր ընտրելու։ Այս մարդիկ արդեն գնում են M1-ին, ամեն գնով ընտրել այդ մարդիկ, հա, համայնքի ղեկավարը լինի սա, այդ մարդը նշանակի այդ գյուղապետերը եւ փորձում ես հասարակության հետ խոսես, հասարակությունը խուսափում է, վախում է հանդիպման, չեն ուզում, մարդիկ ասում են մենք չենք ուզում մասնակցենք ընդհանրապես։ Ընդդիմության հետ չեն ուզում, թե բոլորի հետ չեն։ Ընդդիմության հետ բոլորին մնացածը որ գալուստի կապողները գնում են, գյուղերը, գումանիտար օգնություն, ամբողջ օրը դրական խախտում է։ Ասենք եկել ենք մարզից, շրջենտրոնից արդեն գումանիտար օգնություն արցախցիներին, մյուսին, այս մեկին այդ ասֆալտը փռեք, շուտ արեք, այս մեկը սենց արեք, մեկ հասկանում եք, ժողովուրդ ինքնախաբեբայությունով եք զբաղված։ Դրանով ոչ մի հարց չեք լուծում դուք։ Դուք տանում եք ճգնաժամ։ Ես դա այս ինչ որ այս մի ամսվա մեջ ես տեսնում եմ խոշորացած համայնքում, ես տեսել եմ Արցախում։ Որովհետեւ մի դալիս չի եղել, որ հանդիպես չասի, որ հույս չկա վաղվա, հա, որովհետեւ մի ժողովուրդ, որ վախ կա մեջներ իշխանություններից, բոլորի դեղ ինչ որտեղ ստեղ էլա նույնն է ստեղ է երրորդ որ իրանք ոչ թե այդ վախով ընտրում են ինչ որ մեկին ոչ թե ընտրում են նշանակում են ավելի շուտ հա ու իրանք բարեկամ ընկեր լավ տղա խոսք եք տվել բան էս մեկ այդ սրանով առաջնորդում ենք կարող ենք տեղ հասնել պետություն դառնալ իհարկե ոչ չենք դառնալու աղքատ եղել ես աղքատ մնալու ես Երբ որ դուք ասում եք, դե գիտեք, բերեք այս մեկից չխոսենք, 26 թվին կխոսենք ծրագրից, չէ, այս մեկից ենք խոսում ենք, ասեցի, կոմունալ խազայստան պետք է ստեղծել, լուսավորել, մարդու համար ապրելակերպ, իր բակը լուսավորիչ լինի, իր այգին, եւ դուրս գա ման գա, երեխան ման տա, եւ այլ, կոմունալ խազայստան, ճանապարհները կառուցված լինի քաղաքում, գյուղերում եւ այլ, դրանից չենք, դու ասում ես մի խոսենք դրանից, դա թող մնա որտեղ դրանից հետո գալիս է падգամավոր, չէ՞ ընտրի։ Падգամավորը որ պիտի ընտրես, որտեղ արդեն իսկ իշխանությունները կամ բանը ընտրել է միահեծան։ Ընտրում է պարլամենտ միահեծան, ոնց որ 30 տարի ընտրել ենք, նա այլևս չի մտածում քո թոշակը ավելացնելու, քո երեխու գումարը, քո ստատիստիկա, ասենք, մեր երեխոցը հարցը լուծելու, չէ՞ նայեք ինչա կատարում։ Ես ձեր մոտ մի անգամ ասել եմ, վախտել տես լղոզեցիր, ասից սպասի, հələ դրա ժամանակը չի, ինչ էր խնդիրը։ Ծնելիությունը 60,000-ից իջել ենք 33,600-ի։ Հիմի հետ գնալու 30 տարի է, ցանկացած կառավարություն գալիս է ծրագիր մշակում, որ խթանի։ Ճիշտ հակառակը ներքև ենք իջնում։ Մեկը չի ընդունում իր սխալը, որ այդ ծրագիրն է ուրեմն սխալ կամ ինչ-որ մի բան այն չենք անում, չէ՞։ Ես ասում եմ ժողովուրդ, բերեք փոխենք, հա, բերեք 98,000 դրամ ամեն մի ծնված երեխուն, հենց առաջի օրվանից այդ գումարը տանք, կապ չունի մի երեխա ունես, երկու երեխա, 3, 4, 5, 13, կապ չունի։ Միջև իրա 6 տարեկան լրանալը, կուլչի ցելին 6 տարեկան, որ պիտի գնա դպրոց, 6 տարեկանն էլ փողը ստանա, նոր գնա։ Այս գումարը որ տանք ընդհանուր առմամբ, եթե հասնենք 60,000-ի ծնելիությունը, դեմոգրաֆիան կվերականգնենք, մանկապարտեզները, որ այսօր կառուցվում են, լեփլեցուն կլինեն, այո, դպրոցները լեփլեցուն կլինեն եւ մեր երկրում ապագա կլինի։ Դրա համար պետք է մեր պետության բյուջեի 10%-ը ծախսենք դրա վրա։ Անենք թե չանենք ժողովուրդ։ Այդ падգամավորը գալու է այդ օրենքները ընդունի եւ բազմաբևեռություն լինի, ես ու դու կռվելու ենք, որ այդ օրենքները ընդունենք։ Այո։
այդ երիտասարդ ընտանիքները տարեկան ամուսնանում են մոտ 35% նորից բաժանվում են ուղիղ մի տարուկես հետո, որտեղ սոցիալական հարց է, տարբեր պատճառներ։ Մի մեծ մասն ընդհանրապես չեն ամուսնանում։ Սա պետությունը կատարում է հանցագործություն սեփական ժողովրդի նկատմամբ իմ հասկանալով իրավական դաշտը սենց տրորելով գնում է ինքնավորոշում բահարտահարում ասում է դու ձեր տուն գումար ես տանում 30% գումարը ծախսում ես քո երեխոցի համար պետությունն էլ ասում է սա մեծ մի հատ ընտանիք ենք բայց չի ուզում իր 10%-ը ծախսի այդ ապագայի համար սա խնդիր է մեր պետությունում սա մեկ երկրորդ թոշակառուների մարդը 40-50 տարի գյուղում հողի հետ աշխատել է, կռիվա տվել, այսօր ստանում է 49000 գումար, 41, 42 եւ այլ։ Միջինը 49-ա, հիմի մեր ղեկավարությունը ասում է, գիտեք, որ քարտով առևտուր անեք, չնայած այդ գյուղում ոչ մի բան չկա, որ քարտով ինքը ոնց առևտուր անի, չգիտեմ։ Չեմ էլ հասկանում, քարտով առևտուրանից քո 9000 դրամ հետա գալու 10000, այսինքն բարձրանալու է մոտ 50000-ի, 51000-ի։ Ես ասում եմ նման բաներ մի ծախեք այդ ժողովրդի վրա, ցանկացած երկրում, որ առևտուրը ոչ նալի չի, այլ բանով է, դա վերադարձնում են ինչ-որ տոկոս, որոշեք այդ տոկոսը վերադարձրեք, դա գումարի հետ մի կապեք, սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը նվազագույն զամբյուղը Հայաստանի Հանրապետությունում 98000 դրամն է։ Ուզում եք, չեք ուզում, սա է փաստը, այսինքն թոշակը պետք է միջինը լինի 129000, ոչ թե 49000 եւ նվազագույն թոշակը պետք է սկսի 98000-ից։ Այդ падգամավորը պետք է ընտրես սիրելի քաղաքացի, որ գնա այդ խնդիրները լուծի։ Հիմի դա ընդհանուր առմամբ անում է 2 միլիարդ 80 միլիոն դոլար, ունենք 494000 թոշակառու, հա? Բազմապատկեք ստանալու եք այդ թիվը։ Միջինով 129000 դրամով բազմապատկեք, ամսեկան, տարեկան 12 ամսի ստանալու եք այդ թիվը։ Այսինքն 1 միլիարդ դեղ խոսեցինք, 2 միլիարդ դեղ խոսեցինք, 3 միլիարդ, անցնենք 7-րդ կետին, հա, նվազագույն աշխատավարձը 98000 երբ որ դնում ես, ուժչույն ստանում է 4-րդ, 5-րդ կոեֆիցիենտով մոտ 500000, 400000 մաքուր գումար, այսինքն ապահովում է արդեն համալսարանում այդ սովորողները մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, չկա իմ մասնագետ Խի չկա, որտեղ աշխատավարձով ուժ գրավիչ չի գնում սովորելու։ Հիմա մենք այդ խնդիրը ունենք, չէ՞, ուժչուն բարձր, ուժչին հասկանում եք, ազգիտ կրթությունը, դաստիարակությունը, ապագան մեր կրթությունն է։ Մենք տեղ ասում ենք տնտեսել։ Տեղ չի կարելի տնտեսել դպրոցի վրա, դպրոցի մանկապարտեզի վրա տնտեսող, բժշկության վրա տնտեսող ղեկավարը պատին դնում ես գնդակահարում, ես անկեղծ եմ դա ասում, ես տենց եմ հասկանում, դպրոցը, բժշկությունը, բանակը, պաշտպանությունը տեղ չեն տնտեսում, տեղ խնդիրները լուծում են, որ բավարար լինի, որ նախարարի նման ստատուս ունենա այն ուժչուհին, ուժչիչը, հասկանում եք, մենք դա չենք անում, այսինքն բժշկության կրթության աշխատավարձը պետք է բարձրանա, նվազագույնը բարձրացնելով, ոչ թե եկեք խաբեք, ասեք, գիտեք, երբ որ մենք գանք, ուժչու աշխատավարձը բարձրացնելու ենք, ասում մի ստի, տարիֆը դրած է, 4-5-րդ տարիֆով է, ստանում 98000-ը դարձրել է, վերջ, այս է իր աշխատավարձն է, եթե ավելի ծանրաբեռնում է ժամերի բանի, արդեն 7-րդ խնդիրն է լուծում։ Սա երկու, մենք հիմի բերել ենք այլ քաղաքացիներ, աշխատում են մեր մոտ, հա, ասենք Հնդկաստանից կլինի, Պարսկաստանից կամ մի այլ երկրից, երբ որ դու աշխատուժ ես մտցնում, պարտավոր ես քո քաղաքացուն կամ ապահովես աշխատանքով, կամ սոցիալ նպաստը նվազագույն գումարը հատկացնես։ Ոչ նա ես անում, ոչ նա։
բայց բերել ես այդ մարդկանց։ Այսինքն այդ օրենքը բաց է, չկա Հայաստանում։ Բայց բոլորը դուք մանավանդ ձեր թիմով խոսում եք Եվրոպայից։ Եվրոպայում չկա նման բան։ Ժողովուրդ, Եվրոպայում մենակ կա սոցիալ նպաստ, Ֆրանսիայում 600 եվրո փող ստանում։ Դե տուր 250 դոլարը տուր։ Նոր խոսի Եվրոպայից։ Այնպես որ դա եմ ասում, ցանկությունները ձեր մեծ է, 7-րդ խնդիր, բանակը պրոֆեսիոնալ լինելը, մարտունակ բանակ ունենալը, հզոր բանակ ունենալը, որ մենք մեզ պաշտպանված լինենք, մենք 2 միլիարդ 800 միլիոն գումար է, այսօր 1 միլիարդ 800 միլիարդ 700 են դարձել, ինչ են արել, այդ չի խնդիրը։ Երբ որ հաշվում ես, բանակը ինքը տնտեսությունը զարգացնում է, դրանից 2 միլիարդը գնում է 4 աշխատավարձ, որը գնում է առաջի գծում, ասենք, շրջաններում ապրում են այդ ընտանիքները, առևտուր են անում, գյուղացուց գնումներ են անում եւ այլ, այդ տարածքները զարգանում է։ Դա տնտեսության զարգացման մեխանիզմ նայեք, ոչ թե նայեք մենակ, որ ինքը սպառող է։ Չէ, ինքը սպառող չի։ Սա էլ 3, 4-րդ ստրախավոր պոլիսում։ Գիտեք ինչքան մարդ է մահանում, որ չի կարող բժշկության գնա եւ այլ հնարավորություն չունի։ Եվ որ դուք այդ ինչից խոսեցի, ստրախավոր պոլիսը պետական դնում եք բոլորի համար։ Ամբողջը կազմում է 1 միլիարդ 500, 1 միլիարդ 600 միլիոն դոլար։ Այսօր մենք 120 միլիարդ գումար ենք հատկացնում պետ պատվեր կոչվածը, ուղղորդված, որ հիվանդանոցներում կարա լինի։ Իսկ երբ որ ստրախավոր պոլիսն է, կոնկրետ վարչություն է, այդ վարչությունը հսկում է, այդ հիվանդը երբ ուզում է գնում է ստուգման, բուժման եւ այլ, այն բժիշկները, որ պատաս արդեն այդ վարչությանն են պատասխան տալիս, ինչ ձև են իրանց հիվանդին սպասարկել, հասկանում եք, սա քայլեր է, որ մենք պիտի անցնենք, պետք է գնանք էջա, իսկ գնալու համար մենք տեղական ընտրություններում պետք է հաղթենք, հակառակ դեպքում սա բազմաբևեռություն պետք է լինի, հաղթելը որն է, ասենք հաղթել չեմ ասում, 50+1 ստանանք, հաղթելը որ բազմաբևեռություն ապահովես, 25-30% դուք եք ստանում, մյուսը 3-4 ուժով, գալիս են կազմում են, բաժանում են, նույնն էլ լինում է ընտրական փուլում, պատգամավորական, հա, ասենք ոչ թե այսօր ունենք, 3 ունեցել ենք, 30 տարի միահեծան պարլամենտ ենք ունենում, ասենք Հիտլերի նման ձեռդ բարձրացնում ես, ինչ օրենք ուզում ես դուր անցնում է, չեն էլ քննարկում է, պրոստը անցնում է, ձևական այն ինչ որ կա, ասում եմ ժողովուրդ, դուք եք անում, այդ վախը բանը թողեք, թափվեք դրանից, հա դուք լավ ձեր համար եք վախում, վաղվա ձեր երեխոց համար չեք մտածում, ապագայի համար չեք մտածում, ձեր սա մի փուշտ, այդ կուշտ ուտելա ու վերջ, ուրիշ բան չկա մտածելու, հասկանում եք, այս սա խնդիրները, որից ես ձեր հետ միշտ ուզում եմ խոսեմ, դուք խուսափում եք, Դա ես վստահ 26-ին ընդառաջ ավելի շատ հնարավորություն չի կարելի խուսափել եւ մեր հասարակությանը, մեր ժողովրդին իրազեկեք, տեղակ պահեք։ Օրենսդրական բազան ամբողջովին մեր Հայաստանի Հանրապետության լինի սահմանադրություն, օրենքներ, բան, դա որ ասում են օրենքի դիկտատուրա։ Առաջի հերթին դու գրի օրենք, որ քո իրավունքները պաշտպան, իրավունքից բխող օրենք, հետո ասա օրենքի դիկտատուրա, այլ ոչ թե օրենք դիկտատուրա, դա արդեն հենց դիկտատուրան է, իրավունքից բխած օրենք, հա, երբ որ մենք դա անենք, այն ժողովուրդը այսօր չի վախի, պարոն Փաշինյան, չեմ վախենա, այն ժողովրդին դուք վախեցնում եք, 32-35 հազար ոստիկան եք պահում, զորքեր է սարքում, այդքան էլ անվտանգությունը բանը, գցել է սա վախեցնում ես, հետո էլ ասում ես դեմոկրատիա ենք գնում։ Չենք կարա տենց գնանք, դա տենց երկիր չեք դառնալու, փուլուզվելու եք, ժողովուրդ, փուլուզվելու եք դուք։ Եթե դուք 18 թվականին ասել եք Սերժիկ, Մերժիկ, չգիտեմ, Մերժենք, քեզ անենք, են անենք, քեզ հրապարակում կախելու են, չես հասցնելու մերժես, մի արեք տենց բան, խորհուրդ չեմ տալիս, ես իրոք անկեղծ այդ վախը, որ ես տեսել եմ,
այդ գյուղերով անցնելով բան հանդիպումներում բանում, ժողովուրդ դա կատաստրոֆա է եւ վերջում կոչ եմ անում բոլոր Վահաշապատ համայնքի խոշորացված խոյ համայնքն հետը դրսում երկրագնդի վրա որտեղ իրանք կան ապրում են աշխատում են գումար են ուղարկում իրանց տները օգնում են բան մասնակցություն ունենան փորձեն իրանց ժողովրդին հետ բացատրեն, որ այդ վախը չլինի, այդ մթնոլորտը չլինի, որտեղ մի Հայաստանի քաղաքացին ապրելով տարբեր երկրներում ինքը չի մասնակցում ընտրություններին, Հայաստանի օրենքները արգելել է, կապ չունի քաղաքացի է, բայց կոչ եմ անում այդ մարդկանց, որ գոնե իրանց մասնակցություն ունենային հերակա իրանց ժողովրդի, իր ընտանիքի, իր հարազատների հետ, բացատրեն, որ այդ վախը չլինի մեկ երկրորդը գնան ընտրությունների մաքսիմալ ինչքան հնարավոր է, եթե շատ խիստ զբաղված չեն, երրորդը, որ բարեկամ, ընկեր, ծանոթ, բոլորով մասնակցեք, որտեղ այդ պատկերը ինչ որ ստանալու ենք Էջմիածինում, լինելու է 26 թվականի պատկերը։ Ես խնդրում եմ, որ եթե վատ չի, եթե 8-րդ համարին այդ ձայն տակ ավելի լավ կլինի, բայց ամեն դեպքում մասնակցել։ Շնորհակալություն եմ հայտնում։ Պարոն Բաբայան, շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Սամվել Բաբայանին։